მეგახლავთ შერიგებისა და სამოქალაქო თანასწორობის სახელმწიფო მინისტრის მოადგილე ლიაგი გაური. Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի փոխնախարար Լիագի Գաուրին այսօր ժամանել էր Մինոց Նախարարի հանդիպումը շրջանի ղեկավարների և հանրային ծառայողների հետ կայացավ քաղաքապետարանում։ Დღევანდელი ჩვენი შეხვედრის მიზანი, რა თქმა უნდა, მოგზაურობის მიღება გადაგიხადოთ, გახლავთ ის, რომ ესე ვთქვათ, ინტერაქცია გქონდეს ერთმანეთს, ჯერ პირველ რიგში მე მინდა გაგიზიაროთ სახელმწიფო პოლიტიკა, ინტეგრაციის მიმართულებით როგორი გეგმები გვაქვს 2019 წელს, რა გაკეთდა 2018 წელს და რა დამრჩა გასაკეთებელი და ასევე თქვენგან მოვისმინო რა მიმართულებით გქონია ვიმუშაოთ ერთობლივად იმისათვის, რომ საინტეგრაციო პროცესები გაძლიერდეს და ხელშესახებ შედეგებზე გავხდეთ. Այսօր հիմնականում փոխանցի ինտեգրացիայի մասին, ինչ է արվել 2018 թվականին, կհայտնեմ իմ կարծիքը, թե 2018 թվականին ինչ է այսպես ասած արվել եւ կլսեմ նաեւ ձեր կարծիքը, թե ինչ կարծիք ունեք ինտեգրացիայի ոլորտի հետ կապված։ Փոխնախարարը ներկայացրեց իրենց նախարարությունում քաղաքացիական հավասարության համար մշակված ու այժմ մշակվող ծրագրերը։ Լիագի Գաուրիի խոսքով քաղաքացիական հավասարության հասնելու համար իրենք լրջորեն աշխատելու են բոլոր ոլորտներում։ Առաջին հերթին ձգտում են այնպես անել, որ ազգային փոքրամասնությունները տիրապետեն պետական լեզվին։ Այս առումով ըստ նախարարի այսօր մեծ է Զուրաբ Ժվանյանի անվան պետական վարչական դպրոցի դերը, որը բացի խոսակցական վրացերենից ունկնդիրներին հնարավորություն է տալիս տիրապետել ավելի մաքուր վրացերենի։ Նախարարը նաև կարևորում է Սամթխաջավախի հոգևորականների համար կազմակերպվող լեզվի ուսուցման դասընթացները։ Ჩვენ პირველ რიგში მინდა გითხრათ ის, რომ ვიდრე დავუწყებთ პრეზენტაციას და ანგარიშს წარმოგიდგეთ, მე მინდა მოგაცნოთ ჩვენი სახელმწიფოს მინისტრის აპარატის მისია, რას წარმოადგენს. Նախքան այս պրեզենտացիան սկսել է, շնորհանդեսից սկսել եք ցանկանայինք ներկայացնել, թե ո՞րն է հանդիսանում մեր նախարարության միսիան, այսինքն նպատակը։ Ինտեգրացიის სახელმწიფო პოლიტიკայის შექმნა არის სწორედ სახელმწიფო მინისტრის აპარატის მთავარი მისია, რომელიც ეკუთვნება ამის Պետականության, այսինքն նպատակների մեջ ներառում եւ հիմնականում այժմ կխոսենք այս մասին, թե ինչ նպատակներ են հետապնդում, այսինքն նախարարության կոնկրետ գործողությունները, რომელიც ეკუთვნება ხელობას, რომ საქართველოში ყველა ადამიანი არის თანასწორი და ყველა ადამიანის უფლებამდა იყოს დაცული. შექმნას თანაბარი შესაძლებლობა იმისათვის, რომ ჩართული იყოს როგორც საზოგადოებრივ ცხოვრებაში, ასევე პოლიტიკურ ცხოვრებაში, ასევე ეკონომიკურ აქტივობებში და ყოველგვარი ამის შესაქმნელად ჩვენი სახელმწიფო მინისტრის აპარატს შემუშავებული აქვს სტრატეგიული გეგმა, რომელიც 2015 წელს Այսինքն հիմքում ընկած է մարդկանց իրավահավասարությունը, ցանկացած մարդ իրավահավասար է թե պետության, թե էկոնոմիկայի, թե քաղաքականության, այսինքն հարցերում ոլորտներում իրավահավասար է եւ կխոսենք նաեւ 15-ից 20 թվականների ընթացքում այդ ընկած ծրագրերի եւ քաղաքականության մասին, որը վարում է նախարարությունը։ Ինտեգրացიის სახელმწიფო პოლიტიკას აქვს ორი მნიშვნელოვანი ორიენტირი. ეს არის რეგიონების თანაბრად განვითარება და ეს არის თვითეული მოქალაქის განვითარება, მისი საცხოვრებელი ადგილის, გეოგრაფიულად, რა თქმა უნდა, ეთნიკური კუთვნილების, რელიგიური კუთვნილების, მისი პერსონალური განათლებისა და შესაძლებლობის შეუქმნად რეალიზაციის თანაბარი თანასწორი შესაძლებლობა. Նախարարության հիմնական նպատակն է իրենից ներկայացնում ստեղծել հավասար պայմաններ տարածաշրջանների զարգացման եւ տարածաշրջանների բնակչության զարգացման համար կրթության, քաղաքականության եւ կյանքի այսպես ասած գոյատևման բոլոր ոլորտներում։ Վրաց լեզվի ուսուցման հիմքն նախարարի պետք է դրվի նախադպրոցական ուսումնական հաստատություններից։ Դրա համար է, որ այսօր այդ համակարգում փոփոխություններ են կատարվում։ Լեզվի ուսուցման առումով կարևոր է նաև դպրոցներին կամավորների տրամադրումը, քանզի կամավորները վրացերենի լավ մասնագետներ են եւ օգնում են աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները վրացերենից։ Փոխնախարարը լավ օրինակ է համարում նաև այն ուսուցիչներին, ովքեր ստացել են ավագ ուսուցչի կարգավիճակ, ասում են դրանց պետք է տևեն նաև մնացած ուսուցիչները։ Სახელმწიფო სტრატეგიას აქვს 4 მიზანი. პირველი გახლავთ თანაბარი და სრულფასოვანი მონაწილეობა სამოქალაქო და პოლიტიკურ ცხოვრებაში ყველა ადამიანის, რომელიც საქართველოს ტერიტორიაზე ცხოვრობს. Այսինքն առաջատար 4 ծրագրերից են, որոնք տեսնում
մեկ, այստեղ հավասար և լիարժեք ներդրավառություն քաղաքացիական քաղաքական կյանքում, հավասար սոցիալական և տնտեսական պայմանների ու բնորոշությունների ստեղծում, որակյալ կրթության հասանելիության ապահովում և պետական ներդրումատվության բարելավում, ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանում և համերաշխ միջավայրի ապահովում։ მეორე მიზანი ეს არის სოციალური და ეკონომიკური პირობების და შესაძლებლობების შექმნა განვითარებისთვის და ეკონომიკური გაძლიერებისთვის, თითოეული ადამიანის კეთილდღეობისთვის, რომ მისი მდგომარეობა ეკონომიკურად, სოციალურად გაძლიერდეს, განვითარდეს. Երկրորդ կետը իրենից ներկայացնում է, ինչպես ասեցինք, հավասար սոցիալական և տնտեսական պայմանների ստեղծումը, քաղաքական զարգացումը, ինչպես այնպես սոցիալական ոլորտներում, հավասար պայմանների ստեղծում և մարդու կյանքի բարեկեցության ապահովում։ ხარისხიანი განათლების, ხელმისაწვდომობის უზრუნველყოფა და მოგეხსენებათ, რომ პირველი და მეორე მიზანი ვერ შესრულდება, თუ ადამიანებს განათლება არ აქვთ, ეს განათლება უნდა იყოს ისეთივე მაღალი ხარისხის, როგორც შეიძლება რომ იყოს დედაქალაქის ყველაზე უფრო პრესტიჟულ და წარმატებულ სკოლებში, ჩვენ თუ გვინდა თანასწორობა ქვეყანაში, ჩვენ თუ გვინდა თანაბარი შესაძლებლობების შექმნა და შემდეგ რეალიზება და დემოკრატიული სახელმწიფოს მშენებლობა, ყველა საქართველოს ყველა წელიწადში უნდა იყოს ერთნაირად მაღალი ხარისხის განათლება და აქვე განათლების მიმართულებით მნიშვნელოვანი პრიორიტეტი გახლავთ სახელმწიფო ენის მაღალ დონეზე ცოდნა, რამდენადაც თითოეული ადამიანის რეალიზებისთვის, როგორც საჯარო სამსახურში წარმატებისთვის, ასევე სხვადასხვა ეკონომიკური, პოლიტიკური, საზოგადოებრივი აქტივობებისთვის, სრულფასოვანი ინტეგრაციისთვის სახელმწიფოს ყველა მოქალაქეს ჭირდება სწორედ სახელმწიფო ენის ცოდნა. Այսինքն, ինչպես տեսնում եք երրորդ կետում, որակյալ կրթության հասանելիության ապահովում և պետական լեզվի իմացություն վերոնշյալ կետերը չեն գործի, չեն իրականանա այն պայմաններում, եթե չունենանք որակյալ կրթության ապահովման նախապայմաններից մեկը նաև մեր Վրաստանում և տարածաշրջանում հանդիսանում է պետական լեզվի իմացությունը, հասարակական, քաղաքական, թե բոլոր բնակավարներում պետական լեզվի իմացությունը առաջնային խնդիր է և որակյալ իմացությունը բնականաբար ինտեգրացման առաջին նախապայմաններից մեկն է։ Შემიძლია ვთქვა, რომ ჩვენი მუნიციპალიტეტი აქტიურად ჩართულია ყველა აქტივობებში, რა აქტივობებიც თქვენ გძანეთ, რა აქტივობებსაც თქვენ საუბრეთ. ჩვენ საზოგადოებას კი აქვთ გარკვეული შეკითხვები განათლების სფეროში, სოფლის მეურნეობის სფეროში, ყველა თითქმის სფეროში ჩვენი მოსახლეობა შემიძლია ვთქვა, რომ აქტიურია, ჩართულია. ძალიან კარგად არის ინფორმირებული, ანუ ინფორმირების დონეც არის მაღალ დონეზე. კიდევ ერთხელ დიდი მადლობა ჩვენს სამინისტროს, თქვენ წარმომადგენლებს. Ըստ Լիագի Գաուրի պետության կարևորագույն քայլերից մեկն էլ մեգումարաչոր ծրագրի ներառումն էր ուսումնական պրոցեսում։ Այսօր այդ ծրագրի շրջանակներում կրթություն ստացած ու ստացող մասնագետները մեր պետության քաղաքացիների միջև հավասարության ստեղծողներ են, քանզի տիրապետում են եւ վայրենին եւ պետական լեզվին։ Կրթության նախարարությունը, ինչպես գիտենք, նախաձեռնում է որոշակի բարեփոխումներ կրթության համակարգում, ինձ հետաքրքիր է 4 գումարած 1 ծրագիրը հետագայում շարունակվելու է, թե ինչ-որ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել։ 1+4 პროგრამაზე გამოცდებით, რომ ირიცხებიან და გამოცდების გაუქმებაზე რომ იყო საუბარი და ასეთი რისკი არ არსებობს. ნამდვილად გაგრძელდება. ჩვენ 2-3 წლის განმავლობაში მივიღეთ გარანტია ჩვენმა კონკრეტულად სახელმწიფო მინისტრის აპარატმა, რომ ეს გამოცდა ამ ფორმით დარჩება და შემდგომში უფრო განვითარდება, მაგრამ ამ ფორმით დარჩება 2-3 წლის განმავლობაში და ჩაირიცხებიან სტუდენტები. Շարունակվելու է անկասկած, հետագա տարիների ընթացքում եւս ավելի, այսպես ասած, զարգանալու է 2-3 տարիների ընթացքում, եւ ինչ վերաբերվում է քննություններին, այս ընթացքի համար դեռ մնալու է զոգադի հունարեպի քննությունը։ Նախարարության կարևորագույն սկզբունքներից մեկն է տեղեկատվության բարձրացումն է կապված տարբեր ոլորտների, հատկապես Եվրամիության հետ, երիտասարդների ու տարիքով ավելի մեծ անձանց շրջանակներում։ Այստեղ ըստ նախարարի պետք է մեծ լինի մեդիայի դերը, քան հեռուստատեսությունը, ռադիոն ու օնլայն կարևորողակն են, որոնցից հանրությունը ստանում է տեղեկություն երկրում կատարվողի մասին։ Ուրեմն, ինչպես գիտեք, ազգային փոքրամասնության ինտեգրացման համար մեր նախարարությունը անում է բազմաթիվ քայլեր, որպեսզի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ինտեգրացվեն երկրի գործունեության մեջ եւ այսօր հենց կազմակերպված է այս հանդիպումը, որտեղ ներկա էր գտնվում ուրեմն
հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի նախարարի ներկայացուցիչի տեղակալը Տիկին Լիա Գիգաուրին, որը ներկայացրեց նախարարության 2018 թվականի ծրագրերը, իրականացված ծրագրերը եւ 2019 թվականին նախատեսված ծրագրերը, ինչ քայլեր են եւ ինչ ծրագրեր են նախատեսված ազգային փոքրամասնությունների ինտեգրացման հարցերով ներկայացրեց շնորհանդեսի տեսքով, շնորհանդեսը սլայդի ձևով ներկայացված էր, կարող են նաև տեսնել մեր հասարակությունը եւ պատասխանեց նաև հասարակությանը հուզող հարցեր։ Փոխնախարարը նշում է, որ իրենք նախատեսում են նաև ազգային փոքրամասնությունների համար Վրաստանում տպագրված գրքերի փոփոխություն, որովհետև այդ գրքերում բազմաթիվ թերություններ կան։ Ըստ Լիա Գիգաուրի իրենց գրքերի կազմման գործընթացում օգնելու են նաև 1+4 ծրագրի ուսանողները։ Այնուհետև այդ գրքերն ուղարկվելու են Հայաստան եւ Ադրբեջան ստուգվելու համապատասխան մասնագետների կողմից ու նոր միայն այդ գրքերով Վրաստանում շարունակվելու է ուսումնական գործընթացը։ Շերիգებსა და სამოქალაქო თანასწორობის სახელმწიფო მინისტრის აპარატმა დაიწყო უკვე მოძრაობა და მოსახლეობასთან შეხვედრები, რათა ჩვენ წარუდგინოთ ანგარიში, როგორ განხორციელდა სამოქალაქო ინტეგრაციის სტრატეგია 2018 წელს და სამოქმედო გეგმა, ასევე რა პრიორიტეტები და გეგმები გვაქვს 2019 წელს. ასეთი შეხვედრები გახლავთ ძალიან მნიშვნელოვანი იმისათვის, რომ ანგარიში ჩავაბაროთ საზოგადოებას, გავაცნოთ შესრულებული და გაკეთებული საქმეები და ამავდროულად უკავშირი მივიღოთ, მათგან მოვისმინოთ, რა არის ყველაზე დიდი გამოწვევები, რაც შემდგომში უკვე სახელმწიფო პოლიტიკის და სამოქმედო გეგმის დახვეწაში დაგვეხმარება. თითოეული ჩვენი აქტივობა ორიენტირებულია ადამიანზე, ჩვენ მიზანი და სახელმწიფო პოლიტიკის მიზანი გახლავთ სწორედ ის, რომ ყველა მოქალაქე განურჩევლად მისი ეთნიკური კუთვნილების და გეოგრაფიული საცხოვრებელი ადგილის თანაბრად იყოს ინტეგრირებული და ჩართული როგორც პოლიტიკურ და საზოგადოებრივ ცხოვრებაში, ასევე მას ჰქონდეს ეკონომიკურ-სოციალური გაძლიერების საშუალება, მიიღოს ხარისხიანი განათლება და ხელმისაწვდომი იყოს ყველა ის სიკეთე და ყველა ის პროგრამა და სერვისი, რომელსაც სახელმწიფო სთავაზობს, ამისათვის ინფორმირებულობის მაღალი ხარისხი გახლავთ ერთ-ერთი საუკეთესო მექანიზმი, ასევე ძალიან მნიშვნელოვანია საქართველოს საზოგადოების ერთიანი გაძლიერების კუთხით, რომ თითოეული ეთნიკური ჯგუფის კულტურული თვითყოფადობა და მშობლიური ენა იყოს შენარჩუნებული და რა თქმა უნდა გააზრებული გქონდეს, რომ ჩვენი მშვიდობიანი თანაარსებობა არის ჩვენი ქვეყნის და დემოკრატიული საზოგადოების შექმნის სიძლიერე, ასევე ძალიან მნიშვნელოვანია ის, რომ მრავალფეროვნება არის საქართველოს სიძლიერე, საქართველოში ძალიან ბევრი ეთნიკური ჯგუფი ცხოვრობს, მუშაობს, საქმიანობს, თითოეულ მათგანს აქვს საკუთარი ენა, საკუთარი კულტურა და სწორედ ეს მრავალფეროვნება გვაძლიერებს, რამდენადაც ურთიერთი ინტეგრაცია ქმნის იმ საუკეთესო შედეგებს, რითაც ყოველთვის მიემზიდველია ჩვენი ქვეყანა. Նախարարի այցը շրջանի համար կարևոր էր բազմաթիվ հարցերը, որոնց պատասխանները մինչ օրս ոչ պարզ էին, պարզաբանվեցին։